Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 2-ն է, երկուշաբթի։ Գորիսում բացվել է Ֆրանսիայի հյուպատոսարանը, մինչ այդ տեղի ունեցել նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պաշտոնյաներ։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը 2006 թվականին է տեղի ունեցել Փարիզում։ Դրանից հետո նման համաժողովներ անցկացվել են նաև Հայաստանում։ Այս անգամ ընտրված վայրը պատահական չէ։ Ֆրանսիան այսուհետ Սյունիքում եւ հենց Գորիսում իր հյուպատոսարանը կունենա։ Միջոցառման անցկացումը Սյունիքում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի։ Դավիթ Խուդատյանն ընդգծում է, կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու պաշտպանական ոլորտներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունն իր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Այս մասին էլ Հայաստանի փոխարգործնախարարն է ընդգծում։ Վահան Կոստանյանի դիտարկմամբ այս համաժողովի անցկացումը Գորիսում բնական ու սպասելի զարգացում է, հաշվի առնելով Հայաստանի համար Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, հայտարարում է Վահան Կոստանյանը, հիշեցնելով այս սկզբունքը փոխադարձաբար հարգելու հանձնառությունը կողմերը ստանձնել են Ալմաթայի հռչակագրով։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական է, իր հերթին հայտարարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նկատելով, այն իրականացվում է համերաշխության նշանի ներքո։ Դեսպան Օլիվիե Դկոտինին ընդգծում է, Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը։ Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում։ Այն եղել է միշտ խաչմերուկում եւ միտված խաղաղության կառուցմանը, եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ։ Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Այն, ինչ Հայաստանն ու Ֆրանսիան կառուցում են միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաեւ իսկական լծակ է իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Հենց այս ուղերձներով էլ Գորիսի կենտրոնում, քաղաքապետարանին կից շենքում բացվում է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից, այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արամ Հովհաննիսյանը Հայաստանի ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023-ի հունվարին, վերանշանակվել 2024-ի դեկտեմբերին։
Օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով 10 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց եւ տեղափոխել է Հայաստան։ Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Այնուհետև օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կիլոգրամ թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ ապօրինի ձեռք է բերել այն, սակայն պետական եկամուտների ծառայության եւ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը չի իրագործվել, քաղաքացին ձերբակալվել է։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ռուսական 4 ռազմաբազաներում ուկրաինական հատուկ ծառայությունը ոչնչացրել է 40 ռազմական օդանավ, այդ թվում ստրատեգիական ռմբակոծիչներ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս գործողությունը գնահատել է որպես հիանալի արդյունք եւ Ուկրաինայի ինքնուրույն արդյունքը։ Նա նշել է, որ մարդիկ, որոնք նախապատրաստել են այդ գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Ռուսաստանն է այս պատերազմը սկսել, Ռուսաստանն էլ պետք է այն ավարտի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Միջազգային կարևոր լուրերը ներկայացնում ենք տեսաշարով։ Վրաստանում 3 ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ավելի քան 20% արտասահմանյան ֆինանսավորում ունեցող վրացական հասարակական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից պահանջում է գրանցվել որպես արտաքին ուժերի շահերը ներկայացնող կազմակերպություններ։ Օրենքը նախատեսում է պարտադիր հաշվետվություն եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սահմանում պահանջները չկատարողների համար։ Եվրամիությունը հերթական անգամ դատապարտել է այդ օրենքը։ Ստամբուլի Չիրագան պալատում տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև հերթական բանակցությունները։ Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Այս մասին մինչ հանդիպումը հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսական պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ։ Իր հերթին նախագահ Զելենսկին հայտնել էր, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը դարձյալ կգլխավորի պաշտպանության նախարար Ռոստեմ Ումերովը, սակայն պատվիրակության կազմում կլինեն 3 նոր անդամներ։ 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ Սա Ռուսաստանի 3 տարի առաջ սկսված պատերազմից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակումն է, որի հետևանքով վնասվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ։ Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի մարզերի ռազմական օդանավականների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները 2 մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավականներ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան $2 միլիարդ։ Ուկրաինայի սահմանակից ռուսական 2 շրջաններում Բրյանսկում եւ Կուրսկում 3 կամուրջ է փլուզվել։ Բրյանսկում կամրջի վրայով այդ պահին մի քանի բեռնատարներ են անցնելիս եղել։ Երբ այն փլուզվել է, բեռնատարներն ու կամուրջի բեկորները թափվել են կամրջի տակով անցնող ուղևորատար գնացքի վրա։ Զոհվել է առնվազն 7, վիրավորվել 67 մարդ։ Դրանից ժամեր անց Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում փլուզվել է երկրորդ կամուրջը, որի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, հայտնել են տեղի իշխանությունները։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով։ Հստակ չէ, թե արդյոք հարևան շրջաններում տեղի ունեցած փլուզումները կապված են միմյանց հետ, թե ոչ։ Կիևը դեռ որևէ մեկնաբանություն չի արել միջադեպերի մասին։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտարարել է, որ միջադեպերի առիթով հետաքննություն է սկսվել։ Կրեմլը հաղորդել է, որ ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը 3 հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսական գերատեսչության հաղորդմամբ քաղաքական գործիչները փոխանակել են հստակ դիրքորոշումներ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման պլանների վերաբերյալ։ Բացի այդ, Ռուբիոն ցավակցություն է հայտնել Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների ռմբակոծության հետևանքով քաղաքացիական զոհերի կապակցությամբ, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հայտարարության մեջ։
Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պահպանողական եւ եվրոսկեպտիկ Կարոլ Նովրոսկին հաղթել է իշխող կոալիցիայի թեկնածու լիբերալ Ռաֆալ Տրզասկովսկուն։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով Նավրոցկին ստացել է ձայների 50.89%, իսկ Տրզասկովսկին 49.11%։ Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ Նավրոցկի հաղթանակը կհանգեցնի Լեհաստանի հարաբերությունների լարվածության աճին Եվրամիության եւ Ուկրաինայի հետ։ Ֆրանսիական ոստիկանությունը Կիրակի գիշերը Փարիզում բերման է ենթարկել մոտ 490 մարդու, այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Պարժի հաղթանակի տոնակատարությունները վերածվել են բռնության։ Իրավապահ մարմինների տվյալներով 2 մարդ մահացել է։ Շաբաթ օրը Պարի Սեն-Ժերմենը Մյունխենում կայացած խաղում 5-0 հաշվով հաղթել է Միլանի Ինտերին եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Հանդիպումը դիտելու եւ այնուհետեւ հաղթանակը տոնելու համար մոտ 50,000 երկրպագուներ հավաքվել են Ելիսեյան դաշտում, Փարիզի կենտրոնում եւ Parc des Princes մարզադաշտի մոտ։ Որոշ երկրպագուներ սկսել են հրավառություն այրել մեքենաները եւ վանդալիզմի ենթարկել կանգառները։ Սկսվել են բախումներ ոստիկանության հետ։ Դրանք տեղի են ունեցել ոչ միայն Փարիզում, այլև երկրի այլ քաղաքներում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ժեստ հոգեբանական կենտրոնը Գյումրիում փոքրիկների համար կինոդիտում էր կազմակերպել։ Դերասան Աննա Հարությունյանի հեղինակած «Անիկո» ֆիլմը ընտանիքի, դպրոցի դաստիարակչական ազդեցության մասին է։ Միաժամանակ այն ընդգծում է հոգեբանական ինտելեկտի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև ներառական կրթության անհրաժեշտությունը որպես ժամանակակից դաստիարակության առանցքային տարր։ Ներկա ժամանակների իրողությունն է այն եւ բոլոր ժամանակների խնդիրը՝ սերունդների բախումը։ Էկրանին «Անիկո» ֆիլմն է, որ պատմություն է չարաճճի անսաստ բնավորությամբ երեխայի մասին, բայց պահվածքն ու վերաբերմունքը, հոգին մեղմանում են իր կյանքի կարևոր դերակատարներից մեկի՝ պապիկի շնորհիվ։ Անբեկանելի իրողություն է, որ տատիկները եւ փապիկները գիտելիքի նոր փորձառության դռները բացողն են։ Անիկոյի պապիկն էլ գալիս է ճիշտ այն պահին, երբ երեխայի մոտ նոր են ձևավորվում բնավորություն, լսելու ու ընկալելու ունակությունները։ Ռեժիսոր Աննա Հարությունյանը իր մասին պատմող ֆիլմով փոխանցում է մի կարևոր դաս, երբ մեծերը զգում են երեխայի ներքին կարիքը, պատրաստ են տալ սեր, հոգատարություն ու այդքան անհրաժեշտ ներկայություն։ Այն առաջին հերթին ներքին ուսուցման ճանապարհ է նաև մեծահասակների համար։ Ֆիլմը դիտելուց հետո պարզ կդառնա, թե այդ հասարակ թվացյալ հասարակ հարաբերությունների խորքում ինչ էր թաքնված։ Առհասարակ գրականության հանդեպ սերն է այդ խորքայնությունը տալիս ֆիլմին, որը ինձ անցել է պապիկիս միջոցով։ Ես հիշում եմ, որ նա խնդիր ուներ առողջական եւ մի աչքն էր տեսնում, բայց այդուհանդերձ շարունակում էր ընթերցել գրքեր եւ ես մանկուց դա եմ տեսել եւ իմ գրականության հանդեպ սերը հենց այդտեղից էլ առաջացել է։ Երեխայի աշխարհընկալումն ու ներաշխարհի ձևավորումը սկսվում են հենց այնտեղ, որտեղ նա ապրում ու մեծանում է։ Ընտանիքն է դառնում կարևոր արժեքներն ու հմտությունները սերմանողը։ Մանկան բարոյահոգեբանական եւ ինտելեկտուալ ճիշտ զարգացումը անհնար է պատկերացնել առանց սիրո, վստահության եւ աջակցության մթնոլորտի։ Հենց այս ջերմ զգացողությունն ու կարևոր ուղերձն ունի ֆիլմը։ Երեխան կարողանում է տեսնել իր իրավունքների, իր ինքնագիտակցման, իր ինքնաճանաչողության մասին կարևոր դրվագներ, որը նպաստելու է, որպեսզի երեխան նաև իր մեջ փորձի այն ուժը գտնել, երբ որ ինքը իրեն զգում է ընկճված, անինքնավստահ։ Օրինակ, շատ դեպքերում, երբ երեխան ունենում է որևէ դժվարություն, լեզվական արատ, որևէ զգայական խնդիր, ասենք կուրություն կամ լսողական ապարատի խնդիր, հենաշարժողական խնդիրներ, նրան մշտապես պետք է մոտիվացնել, որ կյանքում ամեն բաց բան հնարավոր է լրացնել, եթե դու մենակ չես, եթե դու ուժեղ ես եւ եթե քո ինքնագիտակցման մեջ առկա է այդ կարևոր շեշտը՝ ես կարող եմ։ Արա, գիտես որ Կլանը Թագավորյանը դա եղել։ Ոչ չգիտես, Արա Թագավորն այնքան հայտնի է եղել, որ Կոչարստանը նրա անունով են կոչել, Արմենիա։ Մանկան մոտ անվտանգությունն ու ինքնագնահատականը գալիս են մեկ պարզ զգացումից՝ ես ընդունված եմ։ Երբ ընտանիքում տիրում է վստահության, հանդուրժողականության մթնոլորտ, երեխան սկսում է զարգանալ ոչ միայն բանական, այլև հուզական ինտելեկտով։ Իսկ երբ մեծահասակները բերում են իրենց չլուծված խնդիրները երեխայի աշխարհ, ծնվում են ներքին կոնֆլիկտներ։ Այս համատեքստում նույնքան կարևորվում է երեխա դպրոց կապը։ Շատ հաճախ բուն խտրականության ծիլերը հենց այստեղից են առաջանում։
Ուսուցիչը պետք է կարողանա գտնի եւ ուշադրություն դարձնի աշակերտի այն տաղանդի վրա, որը խիստ զարգացած է նրա մոտ, եւ փորձի այդպես առաջ տանել եւ երբեք չսպանել, կլինի դա սպորտային տաղանդ, կլինի գրականության, բանասիրության հանդեպ հետաքրքրություն, այսինքն շատ կուզենամ, որ դպրոցային համակարգում երեխաների հանդեպ ուշադրությունը եւ մոտեցումը գերզգայուն լիներ, որովհետեւ ես իմ սեփական մաշկի վրա զգացել եմ սխալ մոտեցում դպրոցում։ Մեր կենտրոնի վիճակագրությունը երեխաների իրավունքների ոտնահարման տեսանկյունից պետք է փաստեն, որ առաջի տեղում երկար տարիներ մնում է անտեսումը։ Երեխան շատ հաճախ անտեսված է, չլսված է, երեխայի խոսքը տեղ հասնելու խնդիր ունի, որովհետև ինքը երեխա է, որովհետև կա կարծրատիպ, որ երեխան երբ խոսում է, դա ավելորդ է։ Երբ մեծերը խոսում են, երեխան պետք է լռի։ Ֆիլմը, որն արդեն հասցրել է նոմինացվել 9 միջազգային մրցույթ փառատոների լավագույն առաջին կարգերում, Գյումրիում ներկայացվեց որպես մի մասնային միջոցառումների շղթայի, որը նախաձեռնում է Ժեստ հոգեբանական կենտրոնը։ Իսկ հիմքում կարևոր առաքելություն է խթանել ներառական կրթության եւ հավասարության արժեքները նաեւ մեզանում։ Արդեն 5 տարին բոլորում է հոգեբանի հետ հաղորդաշար, որի շրջանակներում համագործակցում ենք Ժեստ հոգեբանական կենտրոնի հետ։ Եվ այս տարիների ընթացքում Ժեստի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել մեր հաղորդմանը եւ մենք միասին հնարավորություն ենք ունեցել անդրադառնալու մարդու հոգեկան առողջությանը վերաբերող բազմաթիվ խնդիրների, որոնք հետաքրքիր են եղել հասարակության լայն շրջանակին։ Երեխաների ներուժի տեսանելիությունն ու արժևորումը պետք է լինեն օրախնդիր թեմաներ։ Այս նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է հենց դահլիճում նստած փոքրիկներին, նրանց, ովքեր իրենց գտան Անիկոյի մեջ։ Այն դաս էր մեծին լսելու, նրանից սովորելու, ճիշտ պահին խիզախելու եւ ամենակարևորը՝ երազանքի թևերով կյանքը որոնելու մասին։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոնի համար։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զարգացում է ապահովում գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում առողջապահությունում։ Ներկայում ճշգրիտ ախտորոշումն ապահովում են բժշկական թվային սարքավորումները, իսկ ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման երաշխիք է։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ախտորոշման մեջ եւ աշխարհահռչակ բրենդների սարքավորումներ, նյութեր ու գործիքներ Գյումրիում այսուհետ կապահովեն Dimax Ray եւ GDC ընկերությունները։ Ստոմատոլոգիական ախտորոշիչ կենտրոնի եւ ստոմատոլոգիական նյութերի, գործիքների ու սարքավորումների խանութ սրահի մասնաճյուղերը բացվել են Տիգրան Մեծ 6 հասցեում։ Ռենտգեն 3D ախտորոշիչ կենտրոն եւ ստոմատոլոգիական նյութերի, գործիքների ու սարքավորումների խանութ սրահ մեկ հարկի տակ։ Dimax Ray եւ GDC ընկերությունների ծառայություններն ու ապրանքները հասանելի են նաեւ գյումրեցի սպառողներին։ Dimax Ray ընկերությունը հայաստանյան շուկայում է 2011 թվականից։ 14 տարիների ընթացքում Dimax Ray-ը մատուցում է ախտորոշիչ ծառայություններ, կատարելագործում է դրանց որակը նորագույն տեխնոլոգիական սարքավորումների միջոցով։ Ընկերությունը ընդլայնում է նաև գործունեության աշխարհագրությունը, դիմացնոտային ցանկացած խնդիրների ճշգրիտ ախտորոշում կարելի է արդեն կատարել նաև Գյումրիի մասնաճյուղում։ Հիմա ոչ մի ստոմատոլոգ, քիթկոկորտականջաբան, դիմացնոտային վիրաբույժ չի պատկերացնում բուժման պլանավորումը առանց այս հետազոտման մեթոդի։ Սա նոր մեթոդ չի, մեր համար արդեն երկար տարիներ կիրառում ենք, ուղղակի շատ մեր համար պատվաբեր է, որ նաև մեր կենտրոնները բացվում են տարբեր քաղաքներում։ Այսօր մենք հպարտ ենք, որ Գյումրիում ենք բացում մեր կենտրոնը։ Dimax Ray ընկերության երկարամյա աշխատանքային փորձը Հայաստանի բժշկական ոլորտում ձևավորել է վստահություն։ Ընկերության ախտորոշիչ կենտրոններում կատարվում է որակի հսկողություն։ Երկար տարիներ աշխատում է, կա որակի հսկողություն։ Եվ մենք ուրեմն պատկերի որակը, նկարի որակը վերահսկվում է եւ բժիշկները ստանում են բարձրակարգ հետազոտության արդյունքներ։ Ինչ վերաբերում է հենց 3D ախտորոշման մեթոդին, դա տալիս է 100%-անոց ինֆորմացիա պացիենտի առողջական վիճակի մասին բուժման սկսելուց եւ բժիշկը հնարավորություն ունի լիարժեք պլանավորի եւ ներկայացնի այդ բուժման պլանը։ Ինչ վերաբերվում է կոնչ առագայթային մեթոդին, պետք է ասեմ, որ ի տարբերություն այլ ռենտգեն հետազոտման մեթոդների, սա ինչով է առանձնանում, որ շատ քիչ առագայթման դոզա է։ Պացիենտը կարող է տասնյակ անգամ տարվա ընթացքում հետազոտվել, չվնասելով իր առողջությունը։
Ստոմատոլոգիան առողջապահության համակարգում ամենադինամիկ զարգացող ճյուղերից է, ինչպես արդյունավետ բուժում ապահովել, վերականգնել ատամնաշարը, դրան բնական սպիտակություն հաղորդել։ Այս ամենը հնարավոր է, եթե լավ բժշկի ձեռքի տակ նորագույն բուժտեխնիկա եւ նյութեր են։ Աշխարհահռչակ ընկերությունների նորագույն արտադրատեսակները, ատամնաբուժական տեխնիկա, գործիքներ ու նյութեր հայ սպառողներին հասանելի է GDC ընկերության շնորհիվ, որը արտասահմանյան հայտնի 30-ից ավելի ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ GDC Գեղամա Dental Company նա զբաղվում է թե բժշկական գործունեությունով եւ թե ստոմատոլոգիական նյութերի ներմուծումով։ Շատ հայտնի ընկերություններ կան աշխարհում, օրինակ իմպլանտոլոգիայի ոլորտում Nobel Biocare, Alpha Biotech, AB Dental, այդ ընկերությունների պաշտոնական էքսկլյուզիվ ներկայացուցիչը Գեղամա Dental Company-ն է։ Բարձր որակը նվիրված ու պատասխանատու աշխատանքի արդյունքում է ապահովում, այլ ոչ թե դրանց բարձր գնի։ Սա այն դեպքերից է, երբ իրական է բարձր որակ ու մատչելի գին բանաձևը։ Dimax Ray եւ GDC ընկերությունների ծառայություններն ու ապրանքները առաջարկվում են գնային ճկուն սանդղակով։ Մեր ծառայությունների գինը 14 տարի չի փոխվել, ոնց սկսել ենք նույնը մնացել է, բայց երբ որ ծառայությունը մոտեցել է արդեն Գյումրեցուն, հետևաբար նա ծախս չի անելու լրացուցիչ, ուրեմն գնա ուրիշ տեղ հետազոտվի, ինչ վերաբերում է հետազոտման մասին։ Ինչ վերաբերում է ապրանքներին, հատուկ գյումրեցիների համար լինելու են առաջարկներ գնային, որը իրանց համար շատ ավելի մատչելի կլինի եւ իրանք կարող են ավելի ուրեմն հեշտությամբ օգտագործել այդ հայտնի ընկերությունների արտադրանքը տեղում արդեն։ Գյումրիում գործող ատամնաբուժարանների թվում Dimax Ray եւ GDC ընկերությունները ունեն բազմաթիվ գործընկերներ։ Այս համագործակցությունից շահում են միայն գյումրեցի հաճախորդները, որոնք կօգտվեն նորագույն սարքավորումներով, նյութերով ու ախտորոշման մեթոդներով աշխատող բարձրակարգ մասնագետների ծառայություններից։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։